Բարի երեկո, Արմենիայի եթերում ընտրության ժամն է եւ ժամի տաղավարում այսօր հյուրընկալել եմ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ փաստաբան Արամ Վարդևանյանին։ Բարի երեկո, պարոն Վարդևանյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերին համար։ Առաջարկում եմ մեր զրույցը սկսենք հակակոռուպցիոն կոմիտեի օրեր առաջ տարածած հայտարարությամբ, որտեղ ձայնագրություններ էին հրապարակվել ենթադրյալ Ուժեղ Հայաստան կուսակցության համակիրների կամ աշխատակիցների խոսակցություններից, որտեղ ընտրություններին ընդառաջ խոսակցություններ կան նյութապես շահագրգռելու վերաբերյալ։ Դուք ասում եք, որ սրանք մոնտաժված ձայնագրություններ են, սակայն իշխանությունը ձեզ մեղադրում է, ասում է, որ այսպես ասած փող եք բաժանում։ Ձեր մեկնաբանությունը։ Գիտեք, ոչ թե միայն պարզապես մեր մեկնաբանությունն է, այլ օբյեկտիվ իրականությունն է, որ այդ ձայնագրությունը իսկապես մոնտաժված է, որ այն իրապես հարմարեցված է ներկայացնելու համար այնպես, ինչպես փորձ է արվում ներկայացնել։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը իր գործունեությունը իրականացնում է բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենսդրությանը համապատասխան։ Իսկ ընդհանրապես որևէ մի մեղադրանք ներկայացնելու համար նախ եւ առաջ պետք է հարգել նաեւ անմեղության կանխավարկածը։ Տեսեք, խոսքը գնում է բացառապես նախնական փուլում գտնվող մի քրեական վարույթի մասին։ Դեռևս վստահ եմ մի շարք գործողություններ պետք է կատարեն իրականությունը պարզելու համար։ Եվ այս փուլում, այսինքն այդ աստիճան վաղ փուլում նման կատեգորիկ դատողություններ կատարելը ցույց է տալիս, որ այստեղ մենք չենք խոսում որևէ մի իրական դեպքերի մասին, այլ խոսում ենք ցանկացած մի ձևով հարմարեցնելու եւ հրամցնելու մասին մեր հանրությանը։ Այն, որ դա ձայնագրված այդ խոսակցությունը մոնտաժված է ներկայացվել, կրկին եմ պնդում, օբյեկտիվ իրականությունն է։ Եվ Ուժեղ Հայաստանը որևէ մի նման տեսակ գործունեության հետ առնչություն չունի։ Սա ընդունեք որպես թե պաշտոնական դիրքորոշում, թե պաշտոնական հայտարարություն։ Եվ մի հետաքրքիր հանգամանք էլ նշեմ, վստահ եմ նկատել եք հայտարարություն տարածվեց, որ ձերբակալվել են անձինք, կալանքի միջնորդություններ են ներկայացվել, շատ հետաքրքիր կլիներ, որ գործընկերները, ովքեր այդ աստիճան այդ ամենը տարածում էին, նաև ուշադրություն դարձնեին, թե ի վերջո, օրինակ, ինչ եղան այդ կալանքի միջնորդությունները։ Հնարավոր է օրինակ, որ դատարանները նույնիսկ հիմնավոր կասկածի ապացուցման շեմը չհաստատեցին։ Իդեպ ես տեսել եմ փաստաբաններից մեկը դրա վերաբերյալ հայտարարություն էր տարածել, հետևաբար իսկապես եկեք ուղղակի արձանագրենք, որ սա հերթական մանիպուլյացիոն, իրականությունը իրենց համար ցանկալի ձևով հրամցնելու գործիքակազմի իրացում էր, որը իրականության հետ, օբյեկտիվ իրականության հետ առնչություն չունի։ Պարոն Վարդևանյան, երբ ասում եք, որ այս ձայնագրությունները մոնտաժված են, արդյոք ունեք որևէ անկախ փորձագիտական մարմնի եզրակացություն, թե սա քաղաքական գնահատական է, որտեղ գործ ունենք նախընտրական փուլի հետ։ Գիտեք, նման մասնագիտական եզրակացություն չեմ վկայակոչի այս փուլում, պարզապես կասեմ, որ ելնելով այն փորձից, որը որպես փաստաբան ունեմ, թե ինչպես են նման ձայնագրությունները ներկայացվում հանրությանը, եւ նաեւ պարզապես խոսքի ընդհատման, խոսքի շարունակականության տեսանկյունից, նույնիսկ փորձագետ չլինելով, այդ ձայնագրությունից այդ ամենը ակնհայտ է։ Այսինքն նույնիսկ կարիք չկա հատուկ մասնագիտական միջազգային փորձաքննության արձանագրելու համար, որ այդ ձայնագրությունը մոնտաժված է։ Ավելին, նշված գործով ներգրավված փաստաբաններից մեկը իր հրապարակային հայտարարության մեջ եւս հղում է տվել այդ տվյալին, որ այն մոնտաժված է։ Եվ այստեղ ինչն է կարևոր, ցանկացած փաստաբան, ով ներգրավված է լինում մի գործով, որտեղ առկա է ձայնագրություն, տեսնում է դրա ամբողջական տարբերակը նույնիսկ սղագրված ձևով։ Հիմա եկեք պատկերացնենք մի իրավիճակ, որտեղ ես եւ դուք մի բանի մասին ենք խոսում, որից հետո սկսում ենք ծիծաղել։ Այսինքն դա հումոր է, չէ՞։ Բայց եթե այդ ծիծաղելու հատվածը կտրենք, մոնտաժենք, կարող է տպավորություն առաջանալ, որ այստեղ ոչ թե կենցաղային բնույթի խոսակցություն է, այլ իրականում մի լուրջ խոսակցություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին հաջորդած ժամանակահատվածում մի աղմկահարույց գործ էր հարուցվել ենթադրյալ սպանության փորձի մասին, սպանության նախապատրաստության, կներեք, որտեղ կրկին մի ձայնագրություն էր հրապարակվել եւ այն ներկայացվում էր հանրությանը, որ տեսեք ինչ մի ծանրագույն դեպք է բացահայտվել։ Պարզվեց հետագայում, որ ոչ միայն այն մոնտաժված ձայնագրություն էր, այլ հենց քննչականը եւ դատախազությունը առանց գործը դատարան ուղարկելու կարճեցին այն
Հենց այն հիմնավորմամբ, որ այդ խոսակցությունը կենցաղային բնույթի խոսակցություն էր եւ ոչ մի առնչություն չուներ նույնիսկ սպանության նախապատրաստության հետ։ Խոսենք Սամվել Կարապետյանի տնային կալանքը չփոխելու վերաքննիչ դատարանի որոշման մասին, դուք նաև բողոք եք ներկայացրել, որպեսզի վերացվի սահմանափակումը հրապարակային խոսքի արգելքի։ Իշխանությունն ասում է, որ Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի վրա արգելք չկա։ Կա թե չկա։ Իդեպ, եկեք ֆիքսենք մի հանգամանք, որ 2026 թվականի հունվար ամսից օրվա իշխանությունները սկսեցին տարածել այն թեզը, որ իբրև պրոբացիայի ծառայությունը թույլատրել է եւ այլն։ Որից հետո, երբ 2026 թվականի մարտի 13-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում, հենց նիստի ընթացքում, ես խնդրեցի դատարանին ընդմիջել, որպեսզի Սամվել Կարապետյանի հետ օրինակ ուղիղ եթեր մուտք գործեինք Facebook-ով, ինչպես հենց պաշտոնապես հայտարարում էին օրվա իշխանության ներկայացուցիչները։ Դատարանը իր զարմանքը արտահայտեց, քննիչը իր տարակուսանքը արտահայտեց, բայց ոչ մեկ չասեց, որ կարող ենք։ Այնուհետև ստացանք դատարանի որոշումը, որտեղ սևը սպիտակի վրա գրված է, որ Սամվել Կարապետյանին չի թույլատրվում տեսաուղերձներով հանդես գալ, այլ կարող է տեսաուղերձով հանդես գալ միայն քննիչի թույլտվության դեպքում։ Այսինքն 2 ամիս խոսում էին նրա մասին, որ պրոբացիան թույլ է տվել Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ։ Այն պայմաններում, երբ ինձ նման տվյալ երբեք չէր հայտնել պրոբացիայի ծառայությունը, երբ ինձ նման տվյալ քննչականը չէր հայտնել, երբ ինձ նման տվյալ դատախազությունը չէր հայտնել, երբ դատարանները նման տվյալ դատական ակտերում չէին գրել, բայց պաշտոնապես նման տեղեկություններ էին տարածում։ Ամեն անգամ խոսելով Սամվել Կարապետյանի մասին։ Բայց մյուս կողմից թույլ չտալով, որ վերջինս տեսաուղերձով հանդես գա։ Այդ ամենից հետո հենց նույն գործադիր իշխանության ղեկավարը օրինակ հայտարարեց, որ այո, իր տեղեկություններով քննչականը հիմա արդեն թույլատրել է Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ։ Այստեղ այլ հարց կա։ Գործադիր իշխանության ղեկավարը որտեղից պետք է տեղեկանար նախաքննական գաղտնիք հանդիսացող գործողության վերաբերյալ։ Օրինակ, այդ ինչ խողովակ գոյություն ունի, որ վերջինս դրան մասին տեղեկանար։ Քավլիցի Պարզվեց քննչականը չի թույլատրել ոչ ուղիղ եթերով հանդես գալ Facebook-ի միջոցով, այլ պարզապես մեկ տեսաուղերձ հրապարակելու թույլտվություն էր տվել։ Մեկ տեսաուղերձ, պատկերացնում եք։ Ոչ թե անսահմանափակ, այլ մեկ տեսաուղերձ, այն էլ կոնկրետ ժամկետային սահմանափակմամբ։ Իհարկե, այստեղ նաև պետք է հաշվի առնել, որ միջնորդություն ներկայացրել էի ես, եւ ես որոշ տարբերակներ ներկայացրել էի քննչականին, թե ինչպես է հնարավոր այդ ամենը կազմակերպել։ Բայց իմ միջնորդությանը հաջորդել էր գործադիր իշխանության ղեկավարի բրիֆինգը, որտեղ վերջինս պաշտոնական հայտարարություն էր արել, որ Սամվել Կարապետյանը անսահմանափակ տեսաուղերձներով հանդես գալու հնարավորություն ունի, որը փաստացի սուտ էր, իրականության հետ ոչ մի առնչություն չուներ։ Եվ երբ քննչականից ստանում եմ այդ որոշումը ի վերջո, դիմում եմ քննչականին, խնդրում եմ, որ այդ սահմանափակումը մեկ տեսաուղերձի վերացվի, որ լինի այնպես, ինչպես հայտարարել էր գործադիր իշխանության ղեկավարը։ Քննիչը թողնում է առանց քննության այդ միջնորդությունը եւ գործը ուղարկում է դատարան անհապաղ։ Իրար հետ կապ ունեն այս իրադարձությունները։ Վերջնարդյունքում ստացվում է կրկին նույն իրավիճակը, որ տեսաուղերձներ հրապարակելու թույլտվություն Սամվել Կարապետյանը չունի։ Հիմա այդ հարցով կրկին դիմել ենք դատախազին, քանի որ դեռևս գործը դատարանում փաստացի չի հանդիսանում։ Այսինքն վարույթ իրականացնողը այս անցումային ժամանակահատվածում դատախազն է հանդիսանում։ Եվ դատախազը ունի բոլոր լիազորությունները այս հարցը կարգավորելու, բայց ավելին ասեմ, դատախազը ունի բոլոր հնարավորությունները տնային կալանքը վերացնելու։ Հիշեցման կարգով վերջին 2-3 ամիսը նույն քննչականը, դատախազությունը, դատարանները գտնում էին, որ Սամվել Կարապետյանը կարող է միայն խոչընդոտել ենթադրաբար այս գործի քննությանը, քանի որ քննչականը ակտիվ գործողություններ է անում։ Հիմա ունենք փաստը, որ քննչականը ոչ մի ակտիվ գործողություն չի անում, այլ նախաքննության ավարտ է հայտարարել, բայց տնային կալանքը պահպանվում է։ Լավ, սա ինչ իրավական մշակույթի մասին է խոսում։ Երբ մենք խոսում ենք, որ այստեղ կա դասագրքային քաղաքական հետապնդում Սամվել Կարապետյանի նկատմամբ, հենց նաև այս օբյեկտիվ տվյալներից ելնելով ենք ասում, բայց իհարկե հարց կարող է առաջանալ, լավ, ի վերջո ո՞րն է պատճառը, առիթը, շարժառիթը այս աստիճան 10 ամիս տևող ինտենսիվ հետապնդման եւ ինտենսիվ խափանման միջոցների։ Պատասխաններից մեկը իդեպ ենթադրում ենք սոցիոլոգիական հարցումների արդյունքներն են։ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանի դինամիկ աճ, օրվա իշխանությունների աճի անկում։ Այդ պայմաններում ստացվում է տնային կալանքը մնում է անփոփոխ։ Եթե ես այս իմ դատողության մեջ սխալվում եմ,
թող վերացնեն տնային կալանքը կամ վախի դրսևորումն է ուրիշ օբյեկտիվ մի այսպես ասած տրամաբանական բացատրություն ես չեմ գտնում թող վերացնեն տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառված Սամվել Կարապետյանի նկատմամբ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածում փաստորեն այս վարույթով այլ մեղադրյալներ կան իրենց պատկերացմամբ քավլիցի թող լինեն բայց իրենցից ոչ մեկի նկատմամբ տնային կալանք խափանման միջոց կիրառված չի Բա ոնց է ստացվում միայն Սամվել Կարապետյանի նկատմամբ է 10 ամիս ինտենսիվ խափանման միջոց, որից շուրջ 7 ամիսը Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում, իսկ այս վերջին ժամանակահատվածը տնային կալանքի պայմաններում կրկին ինտենսիվ սահմանափակումների ներքո, երբ մի կողմից օրինակ նույն ամեն շաբաթ կիրակի օրվա իշխանության ներկայացուցիչները ոչ թե այսպես ասած քարոզարշավի պայմաններում, այլ պարզապես իրենց ցանկությամբ կարողանում են բոլոր հնարավորություններից օգտվել, շփվել մեր հայրենակիցների հետ, հանդես գալ տեսաուղերձներով եւ այլն, բայց Սամվել Կարապետյանին զրկում են այդ հնարավորությունից։ Իդեպ Սամվել Կարապետյանն ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ մեղադրում են։ Կներեք, այսինքն մի հատ էլ դրա համար իրենք մեղադրում են։ Գիտեք, չէ, ես Պարզել եմ պատճառներից մեկը ինչի համար էր նաև, որ սկսեցին այդքան ծանր տանել արհեստական բանականության օգտագործումը եւ նաև դրա նկատմամբ միջազգային արձագանքը, քանի որ դասագրքային իմաստով, երբ քաղաքական գործընթացի ակտիվ մասնակցին զրկում ես նվազագույն մրցակցության հնարավորությունից, Եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունքում Դա ոչ միայն պարզապես քաղաքական հետապնդում է, դա ինտենսիվ քաղաքական հետապնդման օրինակ է։ Հենց դրա համար փորձեցին, այսպես ասած, հերթական կեղծիքը տարածել, թե իբր պրոբացիան թույլ է տվել Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ, որը իհարկե, կներեք այսպես նկարագրեմ, այդ փուչիկը իսկապես պայթեց։ Պարոն Վարդևանյան, ընտրություններին 2 ամիս է մնացել, բայց հասարակությունը Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքը այդպես էլ չի լսել։ Հիմա, եթե մինչև ընտրություններ տնային կալանքը չփոխվի, ունեք պլան B։ Ես հավատում եմ, որ տնային կալանքը վերացվելու է, որովհետև ես գտնում եմ, որ այս աբսուրդային խափանման միջոցը արդեն իրեն սպառել է։ Ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում այո կան իրավական որոշ սկզբունքներ, որոնք մեծ ցանկության դեպքում էլ պետք է գերակայեն։ Դրանցից մեկը իրավունքի գերակայությունն է։ Արդյոք այն հնարավոր է նաիվ թվա կամ այսպես ասած օբյեկտիվ իրականությունից կտրված թվա։ Ես բոլոր դեպքերում պնդում եմ, որ Սամվել Կարապետյանը լինելու է ազատության մեջ, իրավունքը գերակայելու է եւ նվազագույն քաղաքական մրցակցության պայմանները ապահովելու են Հայաստանում, որովհետեւ դրա հակառակը ծայրահեղ հեղինակազրկող է մեր Հայաստանի Հանրապետությունը։ Ինչի համար, այսինքն Հայաստանի Հանրապետության վարկանիշի միջազգային հեղինակության հետ պետք է նման վերաբերմունք լինի։ Ինչի համար, ինչ է որ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալի այն պատկերը, որ Սամվել Կարապետյանի վարկանիշը իսկապես չափազանց բարձր է, որ ուժեղ Հայաստանի ծրագրերը իսկապես ընդունելի են մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, նույն 300,000 աշխատատեղերի ստեղծումը, նույն հարկային բարեփոխումները, նույն մատչելի բնակարանի տեսանկյունից առաջարկվող ծրագրերը եւ իհարկե էլ չասեմ անվտանգային ռազմավարական ծրագրային մոտեցումները, որոնք ներկայացվեցին, սկսած նույն հոբ համակարգերի հետ կապված եւ ապահով ի վերջո անվտանգ երկինք ունենալու հետ կապված։ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի դեպքով դուք վերաքննիչ բողոք եք ներկայացրել, Դավիթ Մինասյանի կալանավորումը համարում եք ապօրինի, բայց մյուս կողմից մենք ունենք երկրի առաջին դեմքի նկատմամբ գործողություններ։ Առաջինը, եկեք շատ հստակ ֆիքսենք, որ բռնությունը, ֆիզիկական ներգործությունը միշտ դատապարտելի է եւ անընդունելի։ Այստեղ եկեք կարմիր գիծ ֆիքսենք։ Բայց եկեք դա չդարձնենք շահարկման առարկա։ Եկեք այստեղ կիսաճշմարտություններով չառաջնորդվենք։ Տեսանյութը, որը առկա է, ուղիղ ցույց է տալիս մի բան։ Դավիթ Մինասյանի նկատմամբ է ի սկզբանե տեղի ունեցել ֆիզիկական ներգործություն։ Դավիթ Մինասյանը աղոթագիրքը ձեռքին, մասնակցելով պատարագի, իր նկատմամբ ֆիզիկական ներգործություն են գործադրում ՊՊՑ ծառայողները։ Ինչի համար։ Իսկ իդեպ այն հարցադրումը, որը ներկայացրեցիք, արդյոք վերջինիս կողմից է բռնություն գործադրվել թե ոչ, ես կարող եմ ասել, որ բռնություն չի գործադրվել։ Ես նախաքննական գաղտնիքի տվյալներ չբացահայտեմ, բայց այս պնդումը կատարում եմ։ Ի սկզբանե մեղադրանքը, որը առաջադրվել է Դավիթ Մինասյանին, վերաբերում է իդեպ 18 տարեկան աշակերտ
առողջական անվիճելի խնդիրներով, անվիճելի են դրանք։ 18 տարեկան է, բայց չափահաս է, պարոն Վարդևանյան։ 18-ից 21 տարեկանը հատուկ իրավական կարգավիճակ է ենթադրում իրենից, պարոն Նավասարդյան։ Իսկ եթե նման դեպքերը չկանխարգելվեն, նորից չեն կրկնվի։ Իսկ կանխարգելումը ինչ կապ ունի խափանման միջոցի ընտրության հետ։ Եկեք ուղիղ խոսենք։ Քրեական վարույթ է հարուցվել։ Դեպքի հետ կապված պետք է գնահատական տրվի, իհարկե թող տրվի, բայց դա ինչ կապ ունի խափանման միջոցի հետ։ Այս դեպքով, որ պատկերացնեք, 3 անձեր ի սկզբանե ձերբակալվել։ Դավիթը, Միքայելը եւ մեկ այլ անձ։ Միքայելի նկատմամբ ընտրվում է գրավը եւ բացակայելու արգելքը որպես խափանման միջոց, դեպքի հետ կապված ենթադրյալ կազմակերպչի նկատմամբ ընտրվում է գրավը եւ բացակայելու արգելքը որպես խափանման միջոց, իսկ Դավիթի նկատմամբ կալանք։ Կրկին ուզում եմ նշել եվրոպական դատարանը, այսինքն եթե խոսում ենք եվրոպական արժեքներից, չէ, ժողովրդավարության արժեքների, այսպես ասած, անկյունակարային մոդելները մշակվում են եվրոպական մշակույթում, չէ։ Եվրոպական դատարանը ուղիղ ունի նախադեպային իրավունք, որտեղ ասվում է 18-ից 21 տարեկան երիտասարդ չափահասներ եզրույթ է իդեպ։ Եթե պետք է կալանքի հարցի շրջանակներում քննության առնվեն, ապա այն պետք է կիրառվի միայն բացառիկ դեպքերում, երբ այլ խափանման միջոց չի կարող ապահովել պատշաճ վարքագիծ։ Հիմա հարց տամ. տնային կալանքը ինչի չէր կարող կիրառվել։ Վարչական հսկողությունը ինչի չէր կարող կիրառվել։ Դուք գիտեք, որ նույնիսկ սպանության փորձում մեղադրվող, եւ ես սա չեմ ուզում բացասական լույսի ներքո ասեմ, անկեղծորեն, սպանության փորձի մեջ մեղադրվողների նկատմամբ կիրառվում են այլընտրանքային խափանման միջոցներ։ Առաջինը, որովհետեւ խափանման միջոցը ոչ մի կապ չունի անձին պատժելու հետ։ Ոչ մի կապ չունի։ Այն պարզապես մինչև գործի ըստեյության քննությունը խափանման միջոց է, պատշաճ վարքագիծ ապահովելու համար։ Հենց նույն այս գործով այլընտրանքային խափանման միջոցներ կիրառվել են 18 տարեկան առողջական խնդիրներ, անվիճելի առողջական խնդիրներ ունեցող աշակերտի նկատմամբ հնարավոր չէր կիրառել այլ խափանման միջոց։ Դատարանը, ով այդ որոշումը կայացրեց, որ հենց 2 ամիս կալանք պետք է կիրառեն, մնացական Մարտիրոսյանն էր։ Հենց այն մնացական Մարտիրոսյանը, որի վերաբերյալ գնահատականները հենց օրվա իշխանությունների կողմից, հենց Նիկոլ Փաշինյանի կողմից հանրությանը առավել քան հայտնի են, որովհետև հենց մնացական Մարտիրոսյանն էր ազատազրկման դատապարտել Նիկոլ Փաշինյանին։ Հիմա ո՞նց է ստացվում։ Սա է արդարադատությունը։ Այսինքն կրկին չեմ զլանա, նորից կնշեմ, բռնությունը դատապարտելի է եւ անընդունելի է, բայց պետք չի միակողմանի նայել։ Հիմա ստացվում է, երբ տեսանյութը հրապարակվել է, թե ինչպես 18 տարեկան երիտասարդ աշակերտին, առողջական խնդիրներ ունեցող երիտասարդին բռունցքով հարվածում է ՊՊՑ ծառայողը, դա ողջամիտ է, թե դա դատապարտելի չի։ Իդեպ մի բան էլ բացահայտեմ ձեզ, որովհետև գրեթե ոչ մեկ դրան ուշադրություն չի դարձրել։ Մեղադրանքը Դավիթի նկատմամբ 2 հոդվածով է՝ խուլիգանություն եւ քաղաքական գործչի գործունեությանը միջամտություն։ Դուք որ պատկերացնեք, ըստ քննչական մարմնի եկեղեցու ներսում քաղաքական գործունեություններ իրականացվում, որին իբրև 18 տարեկան Դավիթը միջամտել է։ Դուք պատկերացնում եք, որ եկեղեցու ներսում կարող է լինել քաղաքական գործունեություն, տեսանյութերից երևում է, որ պատարակ էր այդ պահին։ Իդեպ, եթե պատարակի ընթացքում քաղաքական գործունեություն է իրականացվում, դա ինքնին եկեղեցական ծեսին միջամտություն է, որը քրեական օրենսգրքով հետապնդվող արարք է։ Պարոն Վարդևանյան, մեր ժամանակը մոտենում է ավարտին, վերադառնանք ներքաղաքական զարգացումներին, կխնդրեմ ձեր կարճ մեկնաբանությունը։ Եթե հունիսի 7-ից հետո ազգային ժողով են անցնում ընդդիմադիր 2 կամ ենթադրենք 3 ուժեր, բայց այդ 3 ուժերը կամ 2 ուժերը կոնսենսուսի չեն գալիս այն հարցի շուրջ, որ պետք է փոխել սահմանադրությունը, որ Սամվել Կարապետյանը դառնա վարչապետ։ Ինչ եք անում։ Շատ հստակ պատասխան եմ։ Ուժեղ Հայաստան կուսակցության որոշումը, նպատակը, վճռականությունը եւ այն, ինչ մենք խնդրելու ենք մեր հայրենակիցներին, դա բացարձակ մեծամասնությունն է։ Դա այնպիսի մեծամասնությունն է, որ ձեր նկարագրած հարցադրման իրավիճակը չլինի։ Եվ կարծում եմ այս հարցում իսկապես կարճ պատասխանը հենց դրանում է հանդիսանում։ Նպատակ, որը դրվել է ուժեղ Հայաստան կուսակցության կողմից իր առջև, հանդիսանում է բացարձակ մեծամասնությունը։ Հենց այնպիսի մեծամասնությունը, որը թույլ է տալիս Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի
պարզ մեխանիզմի միջոցով սահմանադրության փոփոխությունը ապահովել։ Հենց այն ծրագիրը, որը մանրակրկիտ մեր հայրենակիցներին ներկայացվել էր դեռևս 2026 թվականի փետրվարի 12-ին։ Սա է այն նպատակը եւ մեծ հույս ունենք եւ հավատը ունենք, որ մեր հայրենակիցներն էլ կարձագանքեն նշված մեր խնդրանքին։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում էի Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ փաստաբան Արամ Վարդևանյանի հետ, կհանդիպենք վաղը, ցտեսություն։